Ողջույն սիրելի բարեկամ։ Հրեշտակը գալիս է Մարիամի մոտ։ Նազարեթ քաղաքում Մարիամ անունով մի դեռատի աղջիկ էր ապրում։ Նա նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ։ Մի օր հրեշտակը հայտնվեց Մարիամին եւ ասաց. «Ուրախացիր, ով շնորհյալ, Աստված քեզ հետ է»։ Մարիամը երկյուղեց, սակայն հրեշտակը նրան ասաց. «Մի վախեցիր, Մարիամ, դու որդի կծնես եւ նրան Հիսուս կանվանես։ Նա հայտնի կլինի եւ մարդիկ նրան Բարձրյալի որդի կկոչեն»։ Այդ ժամանակ Մարիամը հարցրեց. «Բայց ինչպես կարող է դա ինձ պատահել, երբ ես ոչ մի տղամարդու հետ ամուսնական կապեր չունեմ»։ Հրեշտակը պատասխանեց. «Սուրբ Հոգին կիջնի քեզ վրա եւ Աստծո զորությունը կգործի այդ հրաշքը։ Դրա համար էլ այդ երեխան Աստծու որդի կկոչվի։ Իմացիր նաեւ, որ քո ազգական Եղիսաբեթը եւս որդի է ունենալու, չնայած որ ծեր է, Աստծո համար անհնարին ոչինչ չկա»։ Այդժամ Մարիամն ասաց. «Ես Տիրոջ ծառան եմ, թող կատարվի նրա կամքը, ինչպես որ դու ինձ ասացիր»։